Բարի օր, Հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարանն եմ խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն։ Հասարակությանն այսօր զրուցելու ենք Իրավաբանների հայ-գերմանական ասոցիացիայի նախագահ, միջազգային իրավունքի մասնագետ Գուրգեն Պետրոսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Պետրոսյան։ Բարև ձեզ։ Պարոն Պետրոսյան, անցած շաբաթ Ադրբեջանը, չգիտեմ որքանով եք տեղյակ, հետ ուղարկեց խաղաղության պայմանագրի շուրջ իր նկատառումները, ընդ որում նկատենք, որ հայկական կողմը Բաքվին դրանք փոխանցել էր դեռևս անցած տարվա նոյեմբերին, եւ ինչպես հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շարունակում են չհամաձայնեցված մնալ երկու կետ։ Երկրորդ կետը թողնենք հանգիստ, հիմա գանք այդ կետերից ձեզ վերաբերվողին, ձեր մասնագիտական իմաստով եմ ասում, խոսքը վերաբերում է միջազգային ատյաններից կողմերի փոխադարձ հայցերը հետ կանչելու պահանջին։ Նախ, ինչ է ենթադրում այդ գործընթացը որպես այդպեսին։ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ունի մի քանի վարույթ, որոնք Հայաստանի Հանրապետությունն է ներկայացրել ՄԻԵԴ-ին, դա ինչ գործընթաց է, այսինքն ինչպես Հայաստանը ուղղակի պետք է ասի, ես էլ չեմ ուզում այս վարույթը, Խնդիրը իրականում ավելի լայն է։ Մենք ունենք, ինչպես դուք ճիշտ նշեցիք, մենք ունենք մի քանի վարույթներ Եվրոպական մարդու իրավունքների դատարանում, ունենք միջազգային արդարադատության դատարանում եւ երրորդ ինստանցիան, որը հնարավոր է դեռևս օգտագործել, դա միջազգային քրեական դատարանն է։ Ինչ վերաբերում է Եվրոպական մարդու իրավունքների դատարանին, այնտեղ կա, եթե չեմ սխալվում, 3-4 վարույթ Ադրբեջանի դեմ, Հայաստան-Ադրբեջան եւ 1 Հայաստան-Թուրքիա, քանի որ Թուրքիան նույնպես ներգրաված էր Լեռնային Ղարաբաղի 44 օրվա պատերազմի, Արցախի 44 օրվա պատերազմի ընթացքում։ Որպես այդպեսին այդ դատավարությունները դեռևս գտնվում են, ոմանք գտնվում են արդեն բանավոր փուլում, այսինքն պետք է Հայաստանը ներկայանա Ստրասբուրգ եւ Ադրբեջանի հետ արդեն դատավորների դիմաց այդ գործընթացները վարեն։ Սրանք աննախադեպ դատավարություններ են, որովհետեւ պատմության մեջ եւ ՄԻԵԴ-ի չկան այդպիսի շատ դեպքեր, երբ պետությունները իրար դեմ հայցեր են ներկայացնում, դրանք կոչվում են interstate բաներ, кейսեր են դրանք, որովհետև ՄԻԵԴ-ը որպես այդպեսին հանդիսանում է այնպիսի դատարան, որտեղ որ անձինք են բերում բողոքներ պետությունների դեմ իրենց իրավունքները պաշտպանելու նպատակով։ Այստեղ սա նշանակում է, որ Հայաստանը այստեղ կոլեկտիվ պաշտպանություն է իրականացնում այն անձանց, ովքեր որ հայցում են պաշտպանություն Հայաստանից եւ ըստ այդմ Ադրբեջանի նկատմամբ որոշ պահանջներ ունեն։ Խնդիրը այստեղ կայանում է նրանում, որ ի սկզբանե հնարավոր էր, որ անհատ անձինք, ովքեր որ տուժել են ադրբեջանական գործողություններից, իրենք դիմումները ներկայացնեն Ադրբեջանի դեմ։ Եվ եթե Հայաստանը այստեղ իր հայցերը հետ կանչի եւ ասի մենք Ադրբեջանի նկատմամբ որևէ խնդիր չունենք, դա կլինի ուղղակի հարված մեջքին այն տուժողներին, ովքեր որ կարող էին այդ ինստանցիան օգտագործել իշահ իրենց Ադրբեջանի դեմ։ Մենք ունենք մեր Եվրոպական մարդու իրավունքների դատարանում բազմաթիվ դատավճիռներ, որտեղ որ հաստատվել է, որ Ադրբեջանը պետականորեն պատասխանատու է այն արարքների համար, որ ինքը կատարել է հայերի նկատմամբ։ Դա կլներ այն գերեվարվածների նկատմամբ, ովքեր որ գերի են ընկել ադրբեջանական զինված ուժերի կողմից դեռևս մինչև 2020 թվականը։ Այդ որում քաղաքացիական անձինք։ Այդ թվում նաև քաղաքացիներ, այո։ Ու դրանով հաստատվել է, որ այդ անձանց նկատմամբ խոշտանգում է տեղի ունեցել, այդ անձինք ենթարկվել են տարատեսակ բռնությունների եւ այլն, իրենց դատավարական իրավունքներն են խախտվել։ Մենք ունենք кейս, որտեղ որ հաստատվել էր, որ սեփականության իրավունքը պետք է վերականգնվի, մասնավորապես Գյուլիստանի շրջանում, անձը պետք է հնարավորություն ունենա վերադառնալու։ Սա այնքանով աննախադեպային, որովհետև դա կիրառելի է նաև ներկայդրության բռնի տեղահանվածների նկատմամբ։ Սեփականության իրավունքի վերաբերյալ բողոքները նույնպես։ Այնտեղ կա որոշակի ժամանակ, որը պետք է պահպանվի բաների կողմից, դիմում ներկայացնողների կողմից, եւ եթե Հայաստանը այդ հետ կանչը կատարի, նշանակում է այդ դիմողները այլևս հնարավորություն չեն ունենա դիմել Ադրբեջանի դեմ իրենց իրավունքները պաշտպանելու նպատակով։ Այսինքն մարդիկ էլ այլևս չեն կարողանա դիմել։ Շատ առանձին դեպքերով միգուցե հնարավորություններ ստեղծվեն, բայց ընդհանուր 2020 թվականի վերաբերյալ արդեն ժամկետները որպես այդպեսին սպառվում են Մարդին եթե չեն դրանք սպառվել, դա պետք է արդեն ավելի մանրամասն բան, որովհետև մենք որպես այդպեսին դրսում գտնվողներս կամ դրսում օբզերվանողներս չենք տեսնում, թե գործընթացները ինչպես են գնում, որովհետև դրանք հրապարակայնորեն մատչելի չեն, այսինքն չենք տեսնում ինչ փուլում են գտնվում այդ դատավարությունները։ Ինչ վերաբերում միջազգային արդարադատության դատարանը, սա երևի թե ամենակարևորագույն ինստանցիան է,
Սա ՄԱԿ-ի կողմից ստեղծված դեռևս երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված դատարանը, որը լուծում է պետությունների միջև վեճեր, տարբեր կոնվենցիաների վերաբերյալ իրենց կողմից ստեղծված բանակցության ընթացքում եւ այլն։ Հիմա այստեղ հայցը, որը բերված է, այնքանով է կարևոր, որ վերաբերում է ռասայական խտրականությունը հայերի նկատմամբ, այսինքն ինչի են հայերը ընդհանրապես դուրս եկել Արցախից եւ ինչպիսի ատելություն կա Ադրբեջանում։ Նույն այդ պատերազմական հանցագործության վիդեոները, որոնք տարածվում էին, դրանք նպատակ էին հետապնդում ցույց տալու ցանկացածից, թե իրենց հետ ինչ կարող է տեղի ունենալ, եթե իրենք գերության մեջ գտնվեն, որովհետև այդ անձինք, ովքեր որ տուժող էին պատերազմական հանցագործության եւ նկարահանվում էին, մասնարարպես նկարահանվում էին, դրանք դնելով TikTok-ներում կամ սոցիալական այլ ցանցերում, նպատակ էր հետապնդում այդ մեսեջը ուղարկել բոլորին, որ սա ձեզ սպասվում է։ Ու այդ ատելության խոսքն է, որ ամենակարևորը այդ ատելությունն հարկավոր, որպեսզի ապացուցվի ամենաբարձր ատյանում, որ Ադրբեջանում գոյություն ունի հայերի նկատմամբ քենախնդրություն, ատելություն, գլխատման ցանկություն։ Եվ եթե մենք այստեղ այդ հետկանչը կատարենք, կնշանակի, որ մենք ամբողջությամբ համաձայն ենք, որ մենք որևիցե խնդիր իրանց հետ չունենք։ Մենք ունենք այդ խնդիրը։ Ու դա կլինի եւս մեկ անգամ փաստագրում առ այն, որ մենք տուժողներին, առանձին տուժողներին, ովքեր որ ուղիղ կերպով ենթարկվել են բռնությամբ, իրանց պարզապես մոռանում ենք։ Սա ինքներս մենք մեզ չենք կարող ներել, որովհետեւ եթե առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղեր ունենում հայոց ցեղասպանություն, մենք չունենք ինստանցիաներ, որտեղ որ մենք կարող ենք գնալ ու բարձրաձայնել, որ հայոց ցեղասպանության տուժողների համար մենք պահանջում ենք այս սա ու սա ու սա։ Մենք ունենք հիմա այդ հնարավորությունները։ Մենք ունենք այդ ինստանցիաները, բայց դրանցից չօգտվելու պարագայում կարելի է ուղղակի դռները փակել ու գնալ տներով։ Որովհետև որովից է բան, ոչ մի այլ պետություն չի կանգնի մեր մեջքին ու ասի, քանի որ Հայաստանը չի անում, մենք տուժողների համար այս պարագայում կանենք։ Եթե մենք այդ դիմումները հիմա հետ վերցնենք, թե եվրոպականից, թե միջազգային արտադրության դատարանից, այլ պետությունները դիմումները չեն ներկայացնելու, որովհետև իրենք ասեն, ու Հայաստանը չի ուզում այդ դիմումները առաջ տանել, ինչի մենք այդ դիմումները առաջ տանենք։ Բայց եթե այդ դիմումները այնքան ժամանակ գտնվում են այնտեղ, մենք կարող ենք երրորդ ինստանցիան առաջացնել, դա միջազգային քրեական դատարանն է, որին անդամակցել ենք արդեն անցյալ տարվանից։ Այո, միգուցե այս բանակցությունները, որ տեղի ունենում, այս փոխանակումները, ինչպես դուք նշեցիք, այդ ադրբեջանցիները հետ են ուղարկել իրենց առաջարկները։ Միգուցե մենք Հայաստանի Հանրապետությունը այս պարագայում կապանված է, հա, որովհետև եթե մենք դրական բանով ենք, այսպես մղումով ենք լցված այդ բանակցություններին, նշանակում է, որ մենք չենք ուզենա, որ երրորդ անձը հիմա խառնվի այս բիլատերալ հարաբերությունների մեջ։ Բայց դա չի նշանակում, բայց միջազգային քրեական դատարանը չի նշանակում, որ պետության դեմ է հայցը գնում, պետության դեմ հայց չի գնում։ Սա գնում է տուժողներ, սա վերաբերում է տուժողներին։ Եվ միջազգային քրեական դատարան կարող են դիմել նաև այլ պետություններ, ինչպես մենք փորձ ունենք Բելարուսի վերաբերյալ, ունենք Ուկրաինայի վերաբերյալ, ունենք Իսրայել-Համաս հարաբերություններում, որտեղ որ պետությունները իրենք են իրենց բանով դիմել միջազգային քրեական դատարանի դատախազին, ասել են այնտեղ մեծ չարագործություններ են տեղի ունենում, գնացեք ու ստուգեք, հետաքննություն արեք ով է մեղավոր։ Նույն պարագայում մեզ է հարկավոր մեկ այլ պետություն, ով որ ոչ թե Հայաստան, Ադրբեջան այս հարաբերությունների մեջ ինչ որ ձևի խառնված է կամ ուզում է ինչ որ մեկին օգտակար կամ բան լինել, ոչ օգտակար լինել, ինքը կարող է տուժողներին համար այդ դիմումը ներկայացնել։ Ու մենք ստեղ ունենք որոշ պետություններ, որոնք կարող են այդ հնարավորությունը ունենալ։ Բայց Ադրբեջանը Հռոմի ստատուտը չի վավերացրել, չի միացել։ Միջազգային քրեական դատարանը ինչպես է մտնելու այնտեղ։ Իրավաբանորեն խնդիրը հետևյալն է։ Քանի որ բռնի տեղահանվածները գտնվում են Հայաստանում, բռնի տեղահանությունը ինքը շարունակական հանցագործություն է։ Սա նշանակում է, որ անձը երբ որ մեկ վայրից գալիս է այլ վայր, ապա ակտիվացնում է միջազգային քրեական դատարանի յուրիսդիկցիան, որովհետև մինչև ինքը չի վերադառնում իր հայրենիք, հանցագործությունը շարունակվում է, չի համարվում ավարտված։ Մենք ունենք այսպիսի նախադեպ Մյանմար եւ Բանգլադեշ գործով, երբ որ Մյանմարի իշխանությունները Ռոհինգա փոքրամասնությանը վտարել էին Մյանմարից եւ արդյունքում իրանք հայտնվել են միջազգային քրեական դատարանի անդամ պետության սահմաններում, արդյունքում ակտիվացնելով միջազգային քրեական դատարանի յուրիսդիկցիան եւ դրանով դատախազը վերջերս կալանքի որոշում էր կատարել Մյանմարի ռազմական խունտայի ներկայացուցիչների նկատմամբ։ Այսինքն մենք այդ նախադեպը, որը մեկ-մեկին համապատասխանում է մեր գործին, ունենք եւ ունենք ամբողջովին իրավաբանական վերլուծությունները, որ այնտեղ տրված են։
Մեզ հարկավոր է ուղղակի այդ կալանքի որոշումը փոխել անունները եւ մենք ունենք նոր գործ միջազգային քրեական դատարանում։ Հիմա այս պարագայում բացի դրանից բացի բռնի տեղահանությունից կա հետապնդում հայերի նկատմամբ եւ ինչպես նշեցի միջազգային արտադրության դատարանի գործի շրջանակներում ռասայական խտրականության շրջանակներում տեղ ունեցող դատավարույթը դա հենց նաեւ ոչ միայն պետական պատասխանատվության է բերում, այլ նաեւ քրեական հետապնդում է պարտադրում այն անձանց նկատմամբ, ովքեր որ ատելությունը քարոզում են։ Մեր պատմամշակութային արժեքները ենթարկվում են վանդալիզմի, մեր գերիները ենթարկվում են խոշտանգման, մեր հայրենակիցները չեն կարող վերադառնալ իրենց բնորան։ Սա հետապնդման ամենաառաջին տեսակն է, որը քրեորեն հետապնդելի է։ Հիմա տեսեք, եկեք փորձենք մի քիչ հակառակ տեսանկյունից նայել։ Տեսեք, եվրոպացիները ասում են, եղբայր նստեք, բանակցեք, պայմանավորվեք, խաղաղության պայմանագիրը ստորագրեք 3։ Վաղը չէ, 3։ Վաշինգտոնից բարբերաբար հայտարարում են, ասում են, այ դուք պետք է նստեք, 3 էլի ստորագրեք։ Ռուսաստանը մի քիչ ուրիշ բան է ասում, ասում է եկեք իմ մոտ նստեք, ես կորոշեմ կստորագրի, թե չստորագրի, բայց դա խնդրի այլ կողմն է։ Հիմա Ադրբեջանը ասում է եղբայր, եթե այս մարդը ինձ հանցագործ պետություն հռչակելու հայցով մտել է, ասենք քրեական դատարան կամ մարդու իրավունքների եվրոպական դատարան, ես այս մարդու հետ ոնց խաղաղության պայմանագիր ստորագրեմ, չէ՞, տրամաբանական չի այս դեպքում Բաքվի։ Այո, տրամաբանական է, դրա համար Հայաստանը չի կարող որպես այդպիսին դիմումը ներկայացնել հենց այդ պատճառաբանությամբ։ Դրա համար եմ ասում, որ ինքը կապված է որպես այդպեսին, բայց այլ պետությունները, որովհետև այդ դիմումը, ինչպես նշեցի, չի գնում Ադրբեջանի դեմ, այլ արվում է տուժողների համար, ովքեր որ տուժել են դեպորտացիայից, հետապնդումից եւ պատերազմական այլ հանցագործություններից։ Սա միջազգային ընդունված նորմ է, որ ու ամենակարևորը պետությունը չի հրճակվում հանցագործ։ Անձինք են հրճակվում հանցագործ։ Ու միգուցե դատախազը ինքը պետքա որոշի, թե ապացույցների այն ապացույցները, որոնք բերված են իր սեղանի առաջ, ինքը պետքա որոշի, կշռադատի, թե ում նկատմամբ ինքը պետք է կալանքի որոշում կայացնի։ Դա արդեն իր հայցողության է տրված դա։ Հասկանալի։ Ես վերջերս առիթով թե անառիթ այսպես ասեմ, հայտարարել էիք, որ առանց արդարության հաստատման խաղաղության հասնել հնարավոր չէ։ Այո։ Ինչու՞։ Որովհետև մենք չենք կարող պարզապես այսպես եթե մի փաստաթուղթ ստորագրեցինք, դա չի նշանակում, որ sense խաղաղությունը կընկնի մեր երկնքից մանանայի պես ու բոլորս կապրենք երջանիկ ու ուրախ, այդպես չի։ Խաղաղության համար երկար process-ներ են հարկավոր։ Ցանկացած պատմության մեջ ցանկացած հակամարտության շրջանակներում գտնվող երկու կողմերը միշտ անցնում են անցումային արտադատության փուլերով։ Դրա համար հարկավոր է դատական ինստանցներ, դրա համար հարկավոր է արդարադատություն, դրա համար հարկավոր է տարատեսակ բարի դրացիական շփումներ հաստատելու մեխանիզմներ, դրանք ամեն ինչ ընկնում են այդ անցումային արդարադատության շրջանակներում։ Ես Ռուանդայից կարող եմ օրինակ բերել, երբ Ռուանդայում թուցիները եւ հուտուները իրար վերացնում էին, ստեղծվել էր առանձին միջազգային տրիբունալ Ռուանդայի գործերով, որտեղ որ ցեղասպաններին ամենաբարձր մակարդակի ենթարկեցին քրեական պատասխանատվության, այնուհետև նաեւ առանձին, քանի որ դատավորները, դատախազները բոլորը մահացել էին, սպանվել էին բանի ցեղասպանության ընթացքում, իրանք վերադարձան իրենց ավանդական դատական համակարգին, որը կոչվում էին գաչաչա տրիբունալներ, որտեղ որոնք իրենց գյուղերում հավաքվում էին համայնքով ու որոշում էին, թե ում նկատմամբ իրանք պետք է ինչպեսի պատիժ կիրառեն, թե նա նրա համար ինչ որ ինքը արել էր, ասենք գյուղի ներկայացուցիչների նկատմամբ։ Առանց այդ դատական համակարգի, առանց վերջակետ դնելու կոնֆլիկտին, առանց սահմանելու, թե ինչպիսի իրավախախտումներ են եղել, թե ով է այդ իրավախախտումներից տուժել եւ ինչպիսի կոմպենսացիա, ինչպիսի ռեպարացիաներ պետք է տեղի ունենան, հնարավոր չէ այդ խաղաղությունը ստեղծել։ Մի անգամ մեր փորձագետներից մեկը կարծիք հայտնեց, որ Ադրբեջանը այն հայցով, որ մտել է ի պատասխան Հայաստանի Հանրապետության դեմ, եւ դա արվել էր միայն բացառապես նրա համար, որ այդ տեսեք դուք էլ ունեք հայցեր, մենք էլ ունենք հայց, եկեք երկուսս էլ հետ, բայց դրանք համարժեք հայցեր չեն։ Այսինքն այս դեպքում եթե Հայաստանը համաձայնում է այդ պայմանին, ասենք գնում ենք հետ կանչելու ճանապարհով, Հայաստանը զիջողի դերում է, որովհետև այն հայցը, որը կա Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից ներկայացված, իրականում փուչիկ է։ Զուտ ներկայացվել է ներկայացված լինելու համար, հա։ Ես համամիտ եմ այդ կարծիքի հետ, բայց որպես իրավաբան պետք է նաև զգուշավորություն ցուցաբերեմ,
որովհետև պետք չէ թերագնահատել հակառակ կողմի միգուցե այնպիսի ապացույցներ հետագայում բերվեն, որոնք կարող են ինչ-որ ձևի փոխել իրավիճակը։ Համենայն դեպս որպես այսպես օբզերվեր իրավիճակի ես կարող եմ ասել, որ մեր իրավական դիրքավորվածությունը եւ մեր ներկայիս ձեռքբերումները ավելի լավ վիճակում են գտնվում եւ հավանականությունը ավելի մեծ է, որ մեր դատավարական կողմը ավելի մեծ հաջողության կարող է հասնել, քան թե իրենց կողմը։ Ու սա փաստում է մենակ վերջին դատավճիռը արտադրության դատարանի, որտեղ որ բերված ապացույցները Ադրբեջանի, եթե լավ եմ հիշում, 3 առարկություն էին բերել, 3-ից 2-ը ամբողջովին մերժվել են, մեկը ընդհանրապես քննության առարկա չի դարձել, որտեղ իրենք են հրաժարվել այդ առարկությունից։ Իսկ մեր պարագայում մենք բոլոր մեր բաները, առարկությունները, որոնք բերվել են, մեր բոլոր առարկությունները որպես այդպեսին բավարարվել էին։ Այսինքն մենակ այդ բանը նայելով, այդ առաջի ստադիայի մեջ գտնվող դատավարության ընթացքում այդպիսի ձեռքբերումը ցույց է տալիս, որ մենք մեծ հավանականություններ ունենք, որ կարող ենք ավելի շատ ձեռք բերել վերջնարդյունքում, քան ադրբեջանական կողմն է փորձում դա անել։ Բայց տեսեք, բարբերաբար այդ հարցը հնչում է, իմ մոտ էլ այդ հարցը առաջանում, անկեղծ եմ ասում, որ տեսեք, մարդու եւ իրավունքների եվրոպական դատարանը մի քանի վճիռ ունի, որոնք ըստ էության պարտադիր են կատարման համար։ Այո։ Բայց Ադրբեջանը այսպես խորապես միևնույնն է իր համար, այդ վճիռները չկատարվեցին ու որևէ հետևանք չեղավ։ Հիմա ինչն է խանգարում, ասենք, էլի ունենալ ինչ-որ վճիռ, որը էլի չի կատարվելու։ Ձեր հարցը շատ տրամաբանական է եւ շատ արդարացված։ Միջազգային իրավունքը գտնվում է կրիզիսի մեջ, բայց միջազգային իրավունքը երբեք այդ կրիզիսից դուրս չի եկել։ Ոչ մի պետություն չի ցանկանում իր դեմ արված դատավճիռներ իրականացնել, որովհետև դա դեռևս 17-րդ դարվից Վեստֆալիայի պայմանագրով այնպես է ստեղծված, որ ցանկացած պետություն ինքը սուվերեն է ու ինքը կորոշի, թե իր տարածքում ինքը ինչպիսի գործողություններ պետք է անի։ Երկրորդ համաշխարհայինից հետո այդ մոտեցումը մի փոքր ավելի փոփոխվեց։ Ամենայն դեպս այդ կարծրատիպը, այդ սուվերենության, որ ես եմ որոշողը, կանեմ թե չեմ անի, որտեղ ոչ մեկ չի կարող դատարանները չեն կարող պարտադրել պետություններին իրականացնել դա։ Այն առումով, որտեղ ոստիկանություն չկա, զորք չկա, որ գնան ու ասեն, այ դու Ադրբեջանը ինչի՞ չես կատարում սա, բայց կարող են արձանագրել փաստը, որ չի կատարվում դատավճիռը, որը բերում է եւս մեկ անգամ պետական պատասխանատվության։ Այստեղ հարկավոր է քաղաքականություն, ու քաղաքական այլ պետությունները կարող են պարտադրել այդ պետությանը կատարել դատավճիռը։ Ես օրինակ բերեմ Սերբիա, Բոսնիա, Հերցեգովինա բանից, դատավճիռից, որտեղ որ դատարանը գտել էր, որ Սերբիան ամեն ինչ էր արել, որպեսզի կանխարգելել Սրեբրենիցայի ցեղասպանությունը եւ սահմանել էր, որ Սերբիան պետք է հանձնի փոխանցի Մլադիչին եւ Կարադիչին, ովքեր հիմնական պատասխանատուներն էին բանի ցեղասպանության, Յուգոսլավիայի տրիբունալ։ Երկար ժամանակ Սերբիան դա չէր կատարում։ Բայց երբ որ այն պահից, երբ որ իրանք որոշեցին դառնալ ԵՄ անդամակցության տեխնացու, ԵՄ-ն իրենց պարտադրեց, որ եթե դուք ուզում եք այդ տեխնացության ստատուսը ստանաք, ապա դուք պետք է այս որոշումը վճիռը իրականացնեք։ Ու իրանք իրականացրեցին, իրանք փոխանցեցին Մլադիչին ու Կարադիչին։ Արդյունքում չստացան, դա արդեն այլ հարց է, բայց արդյունքում իրանք նկատմամբ այլ քաղաքական մարմնի կողմից պարտադրվեց դատավճիռի իրականացումը, որին իրանք արդեն գնացին։ Այսինքն հետևությունը որն է, որ ներկայդրությամբ միգուցե դրանք չիրականացվեն, բայց այդ արձանագրումները, այդ փաստագրումները հետապնդելու են Ադրբեջանին իր ամբողջ պատմության ընթացքում։ Իրանք այդ վճիռներից խույս չեն կարող տալ։ Այնպես ինչպես Գերմանիան մինչ օրս չի կարող խույս տալ, թե առաջին համաշխարհային պատերազմի ռեպարացիաների համար, թե երկրորդ համաշխարհային պատերազմի ռեպարացիաներից։ Ինչքան էլ իրանք փորձեն ամբողջ աշխարհով ցույց տալ, որ իրանք ամեն ձևով հավատարիմ են այն սկզբունքներին, ինչ որ սահմանվել էր երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Քանի որ Գերմանիայի մասին խոսք գնաց, տեսեք, դուք նաև հայտարարել եք, որ ահավոր բարդ է իրավաբանների համար դրսում, ոչ Հայաստանի Հանրապետության սահմաններում, որոնք զբաղվում են այս հարցերով, որովհետև իրենք վերածվում են թիրախի եւ մնում են միայնակ։ Այսինքն այդ դեպքում, եթե ասենք, եթե խոսքը վերաբերում է հրեաներին, դա այդպես չի, եթե թուրքերին կամ ադրբեջանցիներին է վերաբերում, դա այդպես չի։ Հայ իրավաբանները եւ Հայաստանի համար կամ իշա Հայաստանի աշխատող իրավաբանները հայտնվում են թիրախում, ինչու։ Սա շատ լուրջ հոգեբանական խնդիր է եւ կապը պետության ու իր անհատների միջեւ։ Եթե հիշում եք, Ռուսաստանում ձերբակալվեց մի ենթադրյալ պատերազմական հանցագործ գլխատման դեպքով Մոսկվայում,
ու ժամեր անց ինքը ազատ արձակվեց։ Ինչ է նշանակում, որ Ադրբեջանը իր ամբողջ ինստիտուտներով այդ անձի մեջքին կանգնած է ու պատրաստ է ամեն գնով անձին փրկել վատ դրության մեջ հայտնվելու պարագայում։ Մեր պարագայում, Հայաստանի պարագայում ցավոք սրտի դա ականատես ակներև չէ, որ Հայաստանը պատրաստ է իր ցանկացած անհատի համար իր ամբողջ ինստիտուտներն օգտագործել այդ անձին այնտեղից փրկելու համար, ինչ որ իրավիճակում հայտնվելու դեպքում։ Ինչ վերաբերում է իրավաբաններին, իրավաբանների պարագայում ցանկացած իրավաբան իր նախաձեռնողականությունը սկսելով ինքը դառնում է ադրբեջանական, թուրքական, ինչպես նաև օտարերկրում գտնվող այլ կառույցների կողմից որպես թիրախ, որովհետև ինքը իր ամբողջ իր կյանքով, իր ընտանիքով արդեն մտնում է այնպիսի թեմայի մեջ, որտեղ որ ինքը դառնում է պարզապես ուղիղ թիրախ բոլորի համար, որտեղ վտանգ է առաջացնում, չէ՞, որտեղ նույն ցանկացած դատավարական գործընթաց, ցանկացած իրավաբանական գործողություն իրականացնելու դեպքում դու կարող ես վտանգ ստեղծել կամ ոչ բարենպաստ պայմաններ ստեղծել հակառակ կողմի համար։ Հայաստանը ինչքան այսպեսի դեպքեր եղել են, դժվարություններ են առաջանում, այսինքն այդ անձը իրեն պաշտպանված չի զգում, ու շատ դեպքերում ինքը նաև իր ամբողջ մասնակիտությամբ, իր կարիերայով բան է առաջանում իր համար, որ ինքնուց ինքը կարող է իր աշխատանքը այդ ռիսկային գոտում է հայտնում։ Այո, կորցնել։ Ու եթե պետությունը չի կանգնում այդ իրավաբանի մեջքին, ապա ինքը չի շարունակում այդ նախաձեռնողականությունը։ Ինչի ինքը դա անի, եթե ինքը դա պետության համար անում, իսկ պետությունը իրան չի փորձում ապահովել իր մեջքը։ Պետությունը ինչ պիտի անի։ Տեսեք, մենք ի սկզբանե պետությունը տեղյակ չի, որ կան այսպիսի գործընթացներ, ինքը չի օժանդակում, չի փորձում ուղղորդել կամ օգտագործել այդ արդյունքները, որոնք ձեռք են բերվում տարբեր պետություններում կամ շատ ավելի նենց մատների արանքով այդ ամեն ինչը դիտարկվում։ Մենք ունենք իրավաբանական տարբեր հնարավորություններ ազգային դատական համակարգերին օգտագործելու համար ի նպաստ Հայաստանի։ Ես այդ մի փոքրիկ դրվագ բերեմ, որպես օրինակ։ Գերմանիայում Արցախից փախստականներ կան, ովքեր որ պահանջում են գերմանական իշխանություններից կարգավիճակ։ Գերմանիայի համար Արցախը ինչ է։ Ըստ էության ոչինչ։ Էքզակտ։ Ու բնականաբար այստեղ իրավաբանությունը ու առանձին փաստաբանի դերակատարությունը հսկայական է, որովհետև ինքը պետք է Գերմանիայի իշխանություններին ապացուցի, թե ինչի Արցախից տեղահանվածը չի կարող վերադառնալ Արցախ, այսինքն ինքը ավտոմատ վերածվում է քաղաքական process-ի։ Այո։ Ու մենք ունենք դատավճիռ Գերմանիայի դատարաններից, որտեղ որ արձանագրվել է, որ Արցախի քաղաքացին հանդիսանում է առանց քաղաքացիություն չունեցող անձ, եւ երկրորդը իրան հնարավոր չի վերադարձնել Արցախ, որտեղ իր կյանքին ու առողջության այնտեղ վտանգ կարող է սպառնալ։ Ու արդյունքում ինքը ձեռք է բերել փախստականի կարգավիճակ։ Մենակ այդ դատավճիռը ինքը փոքրիկ puzzle է, ու այդ փոքրիկ puzzle-ը, երբ որ դու ամրացնես միջազգային արտադրության դատարանի հայցին, ինքը եւս մեկ անգամ կփաստի այն հանգամանքը, որ նույնիսկ առանձին պետությունները փաստում են այն հանգամանքը, որ արցախցիներին վտանգ է սպառնում Ադրբեջանում, եւ այդ մեծ պատկերին ինքը փոքրիկ մի puzzle բան վերածում։ Դուք պատկերացրեք ինչքան մենք այդպիսի դատավճիռներ կարող ենք տարբեր պետություններից հավաքել ու ներկայացնել միջազգային արտադրության դատարան, ստեղծելով այդ ֆունդամենտը, որ այլ պետություններն են այդ կարծիքի։ Ինչի՞ պիտի միջազգային արտադրության դատարանը այդ դեպքում այլ կարծիք ունենա։ Դրանով է կարևոր մեր անհատ իրավաբանների, փաստաբանների գործողությունները արտերկրում։ Ու մենակ փաստականների հարցով չի։ Դա կլինի քրեական հետապնդում ադրբեջանցի պատերազմական հանցագործների նկատմամբ։ Դա կլինի տարբեր առևտրային կազմակերպությունների նկատմամբ քաղաքացիական հայցեր ներկայացնելով, որոնք համագործակցում են ադրբեջանական կազմակերպությունների հետ Լեռնային Ղարաբաղում շինարարական աշխատանքներ կատարելով վերաբերյալ։ Դա կլինի պետական պատասխանատվություն այն պետությունների, ովքեր զինում էին կամ անուղակի ձևով օժանդակում էին Ադրբեջանին, խախտելով մարդու իրավունքների բանը, այսինքն իրանք որևէ ձևով չեն բանել։ Կա Եվրոպական միություն, ում նկատմամբ նույնպես կարելի է դատական բաներով ծանրաբեռնել, դատական գործընթացներով ծանրաբեռնել։ Որովհետև կան Եվրոխորհրդարանի տարբեր ռեզոլյուցիաներ Արցախի վերաբերյալ, բայց կոմիսիայի կողմից, հանձնաժողովի կողմից որպես այդպեսին գործընթացներ չեն արվում այն բանով, այն ջանասիրությամբ, ինչ որ պետք է իրականում պրակտիկորեն իրականացվեր։ Տեսեք, այստեղ հակասություն մեզ չեք տեսնում, Հայաստանի իշխանությունները խոսում են խաղաղության անհրաժեշտության մասին։ Դուք ասում եք, ներկայացնում եք մեխանիզմ, որով
այն երկիրը, որի հետ ես ուզում եմ կամ պետք է խաղաղություն կնքեմ, ներկայացնում եք մեխանիզմ, որ ես այս դատական գործերով այդ երկիրը կթաղեմ։ Այո։ Հիմա եթե պիտի թաղենք, ինչ ենք խաղաղություն ուզում, եթե խաղաղություն ենք ուզում, ինչ ենք ուզում թաղենք։ Շատ լավ հարց եք տալիս։ Տեսեք, ադրբեջանական կողմը բարբերաբար մեզ համար դժվարություններ է ստեղծում, որի մենք զիջումների ենք գնում։ Ու այդ զիջումները այնքան են հասել, որ մենք էլ զիջելու տեղ անգամ չունենք։ Մեզ մնում է մենակ այդ հայցերից հրաժարվել եւ վերջ, մենք էլ ոչինչ չունենք Ադրբեջանի դեմ։ Այդ դժվարությունները ադրբեջանցիներին ինչին են ստեղծում, որ ավելին կորզեն։ Եթե մենք նմանատիպ գործընթացներով նույն քաղաքականությամբ հանդես չկանք, իրավաքաղաքական բաներ, իրենց համար դժվարություններ չստեղծենք, որի արդյունքում իրանք ստիպված կլինեն զիջումների գնալ արդեն ինքնակամ։ Դա մեզ պետք են այդ դժվարությունները։ Ես այսօր մի քանի անգամ այդ օրինակն եմ բերել։ Պատկերացրեք, փորձեք քնել մի սենյակում, որտեղ որ կա թեկուզ եւ մեկ մոծակ։ Ինքը բարբերաբար տազալու է, անդադ ինչ որ միտեղ հարվածելու է, չի թողնելու, որպեսզի դուք նորմալ ձեր քունա բանանեք, ստանաք։ Ու հենց այդ դատավարական գործընթացները այնքանով են կարևոր, որպեսզի դու իրենց համար խնդիրներ ստեղծես, պահանջներ ներկայացնես, որովհետև իրավախախտումները անսահմանափակ ձևով են տեղի ունեցել Ադրբեջանի կողմից։ Ու թեև Հայաստանի Հանրապետությունը դա չի անում, դա չի նշանակում, որ քաղաքացիները որպես այդպեսին այդ իրավունքից զուրկ են ու չեն կարող այդ դատավարական գործընթացները ինքնուրույն տանել։ Որտեղ քիչ են անում, իմիջելուց դա նույնպես հետաքրքիր հարց է։ Հասկացանք Հայաստանի Հանրապետությունը մի քանի կոլեկտիվ, այսպես հայց ունի։ Քաղաքացիները ինչու չեն դիմում։ Որտեղ ի սկզբանե այնպես էր պայմանավորված, որ Հայաստանի Հանրապետությունը այդ կոլեկտիվ հայցերը ինքն է հավաքում, որպեսզի մեկ հստակ ստրատեգիայով տարվի, իրավական ստրատեգիայով տարվի, որ նաև դա ինչ որ ձևի չհակասի տարբեր ինստանցիաներում տեղի ունեցող գործընթացները, այսինքն իրավաբանորեն չտարբերվի մոտեցումները, հա, պետք է այստեղ նաև զգուշավորություն ցուցաբերել։ Բայց ազգային ալատյաններում նույնպես կարող են քաղաքացիները այդ դիմումները ներկայացնել, նույն սեփականության վերաբերյալ այդ դիմումները գնում են եվրոպական մարդահրավերների դատարան, այնպես չի որ այդ դիմումները չկան, այդ դիմումները շարունակաբար գնում են, տարբեր մեր գործընկերներ, դժողի ներկայացուցիչներ այդ գործընթացները վարում են։ Բայց նաև ես էլի եմ փաստում այն հանգամանքը, որ նույն դրսում ազգային ատյաններից օգտվելը անհրաժեշտ է։ Մենք Գերմանիայում մենք ունենք ինչպես մեր կառույցն է Գերմանիայում, կա ունենք Ֆրանսիայում իրավաբանների ասոցիացիա ունենք, Մեծ Բրիտանիայում, Հոլանդիայում, Արգենտինայում, Ռուսաստանում ու Ամերիկայում, ու ամեն մեկը իր աշխատանքը այդպես տանում է այդ փոքրիկ այդ փազլները հավաքելու գործընթացում։ Հարկավոր է պարզապես ավելի ինտենսիվացնել այդ բաները, այդ մոտեցումները ու ավելի, որտեղ իրավաբանությունը ինքը արվեստ է, հա, դու կարող ես այնպես քեյսեր ստեղծել, այնպես կապել օրենքը ու իրավախախտում իրար հետ, որ ակնհայտ, միգուցե ակնհայտ չի, որ այնտեղ իրավախախտում կա, բայց այնպես ապացույցներ իր վրա դասավորես, որ կարողանաս այնպիսի արդյունք ստանաս, որը կարող է ցավ պատճառել Ադրբեջանին։ Երեք տեղեկություն հայտնվեց, այսօր ես ինձ համար եմ ասում, ցավով հաստատվեց տեղեկությունը, որ միջազգային ատյաններում Հայաստանի ներկայացուցիչ Երեշեկ Կիրակոսյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, բնականաբար դա անմիջապես փորձեցին կապել այն թեմայի հետ, որի շուրջ մենք արդեն 30 րոպե համարյա զրուցում ենք, որ Երեշեկ Կիրակոսյանը համաձայն չէ իշխանությունների դիրքորոշումների հետ, եթե այդպիսիք կան, ամենադեպս ես չգիտեմ այդ բնդման հիմքը որտեղ է, եւ դրա հետ կապված է դուք տեղյակ եք, թե պարոն Կիրակոսյանը ինչու է աշխատանքից ազատման դիմում գրել։ Ոչ տեղյակ չեմ, կան որոշակի ենթադրություններ, համենայն դեպս գրասենյակը հայտարարություն է տարածել, որ իրանք շարունակելու են աշխատանքը եւ պարոն Կիրակոսյանն հաջողվել է այս տարիների ընթացքում ստեղծել շատ ուժեղ ստրուկտուրա, որը առաջին անգամ է, որ այսպիսի մեծ կազմով հանդես է գալիս եւ կարծում եմ, որ ճանաչելով այնտեղ մեր գործընկերներին համոզված եմ, որ նույն ինտենսիվությամբ աշխատանքները շարունակվելու են ու հույս ունեմ, որ կդիմակայեն այն բոլոր կառավարության կողմից կամ Ադրբեջանի կողմից այդ վերած բաներին, որ դիմումները հետ չեն դերսնելու, որովհետև ինչպես նշեցի, դիմումները շատ լավ վիճակում են գտնվում։ Շատ շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ, այսօր մեր զրուցակիցն էր Իրավաբանների հայ-գերմանական ասոցիացիայի նախագահ, միջազգային իրավունքի մասնագետ Գուրգեն Պետրոսյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։